Շնորհակալություն զեկույցի համար, պարոն Նահապետյան, իրականում հարցս կրկնվեց արդեն կադրերի դեֆիցիտի մասին է ես ուզում խոսել, բայց շարունակելով զարգացնելով այս միտքը, տեսեք, եթե ճիշտ ես ֆիքսեցի, կարծես թե նշեցիք դուք ձեր զեկույցում, որ ծանրաբեռնվածության պատճառով եւ հետևանքով շատ հաճախ բուն գործառույթները բաշխվում են տարբեր վարչության պետերի տեղակալների վրա եւ ըստ էության իրենք են զբաղվում այն գործառույթներով, որոնք ի սկզբանե վերապահված են քննիչներին։ Եվ խնդրում եմ, եթե վիճակագրություն ունեք ձեր ձեռքի տակ նախորդ տարիներին քանի քննիչներ են, հատվով քանիսն են ազատվել աշխատանքից հեռացել համակարգից եւ քանի հոգի ընդունվել են համակարգ աշխատանքի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Ազարյան։ Ընդհանուր կարող եմ որոշակի վիճակագրական տվյալներ ներկայացնել 2023 թվականի ընթացքում քննված վարույթների եւ 22 թվականի ընթացքում քննված վարույթների մասով, օրինակ 23 թվականի ընթացքում, եթե հետ գնանք, ի տարբերություն 22 թվականի քննված վարույթների թիվը աճել է ընդհանուր 51.6%-ով, այսինքն կեսով ավելացել է քննված վարույթների քանակը եւ շարունակաբար նաև ներկայացրեցի ես 23 թվականի համեմատ 24 թվականի վիճակագրական տվյալները, շարունակաբար վարույթների քանակի առումով ունենք աճ։ Ինչ նկատի ունեմ, որ նաև ծանրաբեռնվածությունը բերել է նրան, որ վարչության պետի տեղակալներն են նախաքննություն կատարում։ Սրա մասով նաև ավելացնեմ, որ մենք ունենք ներքին անվտանգության վարչություն, որը կոչված է առաջին հերթին զբաղվել կարգապահական խախտումների քննությամբ, ծառայական քննություններով, սակայն այս ծանրաբեռնվածության աճի պայմաններում նաև ներքին անվտանգության վարչության քննիչներն են ստիպված կատարել նախաքննություն, ինչը չի կարող պատասխանաբար չանդրադառնալ կոմիտեի ընդհանուր գործունեության վրա։ Ամեն դեպքում ես նաև ցանկանում եմ նշել, որ ի տարբերություն կոմիտեի ստեղծման ժամանակ առկա հաստիկների, եթե չեմ սխալվում 23 թվականին այդ հաստիկները, քննիչների հաստիկները կրկնապատկվել են, ինչը նաև հնարավորություն է տվել որոշակի առումով նվազեցնել այդ շարունակվող ծանրաբեռնվածությունը եւ եթե մենք համալրենք այս առկա թափուր հաստիկները, մոտ 11 թափուր հաստիկ, կարող եմ ասել, որ համեմատաբար ավելի լավ իրավիճակում կհայտնվենք ծանրաբեռնվածության առումով։ Շնորհակալություն։ Համեցեք արձակը։ Շնորհակալություն։ Տեսեք, երևի թե նորություն չեմ ասի, որ բարևարկության խողովակով այդ ֆիլտրով անցնելու պարագայում կարող ենք ենթադրել, որ հենց այս կետում մենք խոչընդոտ ենք ունենում եւ հենց այս ֆիլտրով անցնելու դեպքում իհարկե անվիճելի է եւ քննության առարկա չի կարող դառնալ, որ այս համակարգում եւ հենց այս գործառույթները իրականացնելու համար պետք է կարելի ասել ամբից լինեն այս տրամաբանության մեջ, բարևարկությանը քննարկման առարկա չի էլ կարող դառնալ, բայց կարող ենք ենթադրել, որ հենց այստեղ մենք բլոկավորում ենք ունենում այս տրամաբանության մեջ, այսինքն հենց այս կետում բարևարկությունը ստուգելիս նաև կարող ենք հղում տալ կրթության պակասի բացակայության, դեֆիցիտի արդյունք է, բայց հիմնական իմ տպավորությամբ հիմնական խոչընդոտը առաջանում է հենց այն փուլում, երբ մենք բարևարկությունը դնում ենք այդ խողովակի ներքո։ Այո, իրականում բարևարկության ստուգումը շատ դեպքերում անձանց համար հանդիսանում է խոչընդոտ, որպեսզի իրենք դիմեն, մտավախություն ունենալով, որ կարող է այդ բարևարկության բացասական եզրակացությունը իրենց մասով կա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, սակայն նշեմ, որ ներկայում նաև մյուս իրավապահ մարմիններում է ինքնավար պաշտոնների նշանակման համար մեծամասամբ դարձել բարևարկության եզրակացությունը պարտադիր, այսինքն անձինք պարտադիր պետք է անցնեն բարևարկության ֆիլտրով, որպեսզի նշանակվեն պաշտոնի։ Այլ է հարցը, որ հակակոռուպցիոն կոմիտեն ավելի մեծ ուշադրություն է դարձնում այդ բարևարկության եզրակացության արդյունքներին ի տարբերություն մյուս կառույցների, որտեղ նորից նշում եմ բոլոր դեպքերում խորհրդատվական բնույթ է կրում այդ եզրակացությունը։